Սելայանակիցներ, երկու օր է արդեն, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակալությունը, որը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, հաղթարշավում Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանի այստեղից հնչած ուղիղ հրամանով իրավապահ համակարգը անցել է գործի, չկա էլ իրավապահ ավտոնոմ մարմինների անկախությունը, ինքնավար մարմինների անկախությունը, չկա այլևս դատարանների անկախությունը, գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բռնակալությունը։ Այս թվերը, որ ձեզ ասում են, կարծում եք հանկարծ պատահաբար սենց արտաժամյա աշխատելով են, քննիչները եկել, չէ, դրանք այս քանի տարի է քննվում են, բայց երկու օր առաջ հեղափոխական ոճով յաբաստա զապատիստների հրանգը իջավ և եղավ լսում և հպատակվում է։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք, դա կրկնում են բռնակալության հաղթարշավ է։ Ստեղ անձամբ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չի, դատվում են և դատվելու են Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր նրանք, ովքեր դեմ են վարվող կուրսին։ Հիմա կասեք լավ, բա Ալիևը սրա հետ ինչ կապ ունի։ Հոդված 10 ներողություն 8 Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության, խտրականության, անհանդուրժողականության և այլն։ Սա այն թուղթն է, որը նախաստորագրել են Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Քանի հոգի է դատապարտվել Ադրբեջանում, իսկ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ասում են Արցախ, ովքեր խոսում են վերադարձի իրավունքի մասին, դատապարտվում են։